Քուրկը դնես վրա։ Նոր խոսք նախընտրական քարոզարշավներում։ Հույս ունեմ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը։ Այստեղ Ռուսաստանը թքում է թե ինքնիշխանության ամրապնդում։ մեր ձևովի վարչապետի տեխնացուի անունը Մահ կամ գուբերնիա։ Բարև ձեզ, եթե իմ ասես խուճապի մեջ ձեր էկրանին աստրոյկեքն եք բզբզում ու ոչ մի բան չի ուղվում, էդ չէ, էդ ուղակի Կարեն Կարապետյանը չէր մեր ձևովի տեխնացուն։ Գիտեք ինչ, պահանջվում է խիզախ, մեծ եւ համոզմունքներին հավատարիմ մարդ, որ գրվի փոքրիկ գրազը եւ հագնի կարմիր կոստյում ու ես այդ մեծ խիզախ եւ համոզմունքներին հավատարիմ մարդն եմ։ Մի խոսքով այսօր եկյա հաղորդում ասպասում այդ մասին նաև լրացուցիչ կքննարկենք ամեն ինչ Patreon-ում OnlyFans ֆորմատով, նենց որ միացեք Patreon-ին։ Իսկ եթե ձեզ պետք է արմատուրա, ապա հագեք ձեր կարմիր կամ ցանկացած այլ գույնի կոստյումը եւ գնացեք GTB Steel։ Իսկ զանգով էլ կարելի է, որտեղ բոլոր չափսերի անհրաժեշտ քանակության արմատուրաները սպասում են, որ գան ձեր շին հրապարակ։ Լույսերը շուտով կվարվեն Լույսեր բիզնես կենտրոնում եւ այստեղ կլինի մի շատ կարեւոր հարց, արդյոք դուք ու ձեր ընկերությունը կլինեք այնտեղ այդ բոլոր մի աշխարհ առավելություններով, թե կասեք Arm-Comedy-ով այդքան ասում էին, ինչի ես թողեցի վաղվա, այն ինչ որ կարող է անել այսօր։ Իսկ այսօր դուք կարող եք ծանոթանալ պայմաններին կապ հաստատել Լույսերի հետ եւ նույնիսկ ընտրել ձեր հարկը։ Ստեղ ամենաշատը ինձ դուր է գալի, որ օֆիսից կաֆե, ջիմ, ֆուտբոլ խաղալու, հիվանդանոց գնալու համար պետք չի ընկնեմ փողոցներ պրոբկեքի մեջ, այլ ուղղակի նստեմ լիֆտ ու իջնեմ։ Ու ամենավեսը որ ձեր հարկում լինելու եք մենակ դուք, նենց որ շտապեք, որ հետո չասեք, լույսերը տարան։ Ձեզ հիմա երևի հետաքրքիր է ոնց մենք դարձանք բանվոր։ Դա հասկանալու համար պետք է մի քանի շաբաթ հետ տեղափոխվել։ Հնարեք Լույսեր բիզնես կենտրոնի սցենարը պրծար։ Սաղ գիշեր վրան աշխատել եմ, չի տեղավորվում իրանց սաղ ուզած բաները մի ռոլիկում։ Քանի րոպե կանգնեց։ 12 րոպե, 48 վայրկյան։ Շատ երկար է։ Բա համ ուզում են որ ասենք 13 հարկ է, բայց ամեն ընկերություն գնում է 9 հարկերից մեկը, որոնցից յուրաքանչյուրը 832 քառակուսի մետր է, բայց մեկը այտենց 500-ոտ է։ Այն մնացած հարկերում լինում է բժշկական կենտրոն, մարզասրահ, ռեստորան, կաֆե, ֆուտբոլի դաշտ։ Ֆուտբոլի դաշտը կարանք չասենք։ Չենք կարա, կես բար փոխում ես իրանց մարքեթինգի մենեջերը զանգում է, սուպեր քթիմազա։ Այն օրը գրել էի, որ Լենինգրադյանի հարևանությամբ միանգամից զանգեց, ասում է, չէ, արդեն քրքորյան է, շուտ փոխեք, թե չէ խայտարակ եղանք։ Իսկ կարանք այն մասը հանենք, որ մշտական ջուր ու լույս ունեն։ Երանի կարանայինք, պարզվում է չէ, շատ կարևոր է, որ ասենք, որ իրանք սեփական գեներատորներ ունեն, բլա բլա բլա, հա ու պանորամիկ պատուհաններ գեղեցիկ տեսարանով։ Շինի հրաժարվենք այս ռոլիկից։ Չէ, որտեվ փող արդեն ստացել ենք ու ծախսել եմ։ Ու այդպես մենք դարձանք հայոց երկրի հայ շինարար։ Լավ, սուս եկավ։ Տեմպով տագեք, տեմպով։ Սանսո, են տագեք պետք են, թե տանեմ Լույսեր թագամաս գործ կա անելու։ Եվ այսպես վերջապես իմացանք մեր ձևովի վարչապետի տեխնացուի անունը եւ ինչպես կարող եք կռահել իմ կոստյումից, դա Կարեն Կարապետյանը չէր։ Մեր ձևովը ամեն ինչ արեց, որ Սերգեյը կարմրի, մի քիչ կարմրի։ Okay, իդեպ արդեն մեր ձևով չէ, այլ ուժեղ Հայաստան, ունեք ինչ լավ է սկսվում ամեն ինչ։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան։ Ուժեղ Հայաստանը իր ձևով պատասխանեց վարչաբենդին։ Երգչախումբը կա, մնում է տեխնացուն։ Ով է լինելու մեր վարչապետի տեխնացուն։ Մեր կուսակցության վարչապետի տեխնացուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Այսինքն ուժեղ Հայաստանի տեխնացուն լինելու է, երկար սպասում ինտրիգներ, ուժեղ Հայաստանի հենց հիմնադիրը։ Ոնց մենք չենք վայմում այսքան ժամանակ։
Միգուցե նրա համար որ սահմանադրությունը դա չի թույլատրում։ Եթե չեմ շփոթվում, վերջի անգամ որ վերընթացում էր համանդրությունը 148-րդ հոդվածն է դուրս եկել Սամվել Կարապետյանի դեմ։ Անգիր գիտի, ջրի պես։ Ինչ է ասում 148 հոդվածը։ Նա սահմանում է, թե ով պետք է լինի մեր երկրի վարչապետը։ Իսկ ինչպես է փոփոխվում, որոշվում 148 հոդվածը։ Փոփոխվում է ազգային ժողովով։ Ազգային ժողովի քվեարկությամբ եւ ոչ թե սահմանադրական բարեփոխումներով։ Իսկ ինչ ընտրություն է լինելու հունիսի 7-ին։ Ինչ ընտրությունն է, մի մզացրեք, գոնե այդ մեկը շուտ ասեք։ Այդ մեկը ինձ թվում է մենք գիտենք։ Հա։ Ազգային ժողովի ընտրություններ են, այսինքն ընտրվելու են ու միանգամից փոխեն։ Բայց կարծեմ օրենքով նախ պետք է վարչապետը ընտրվի, հետո նոր կարողանան օրենքներ փոխեն։ Դե էդի կլուծեն երևի ինչ որ ձև իրանց ձևով, իսկ այդ ընթացքում հավաքվածներին դիմեց Սամվել Կարապետյանը։ Ինքը նստած չի։ Որ դառնա ԱԲՕ-ի միջոցով արհեստական բանականության։ Ընտրությունը բոլորիս առջև հստակ է։ Թույլ առաջնորդություն, թե ուժև առաջնորդություն, բաժանում, թե համախմբում։ Ինքնիշխանության շարունակական զիջում, թե ինքնիշխանության ամրապնդում։ Okay, եթե սա արհեստական բանականություն է, ինչի է Սամվել Կարապետյանը այդքան թարթում։ Որ չարտասվի, սա արհեստական բանականության առաջին ելույթն է, հուզմունք է, դե հասկանալի է։ Դե դիալական լուծում է, գուցե միանգամից արհեստական բանականացված տարբերակը, որպես տեխնացու նշանակեն, կարծեմ օրենքը դրա դեմ բան չունի, նայեք ինչքան ռեալիստիկ է։ Լավ իմացեք, Հայաստանի նոր, խաղաղ, ապահով ու բարեկեցիկ կյանքի կառուցումը սկսելու ենք ընտրությունների հենց հաջորդ օրվանից։ Նաև լուծվեց Արմկոմեդի երկարակեցության հարցը։ Նարեկը եթե հանկարծ մեռնի, միանգամից կփոխարինենք արհեստական բանականությամբ։ Սամվել Կարապետյանի արհեստական բանականությամբ։ Հա, դե երկար կլինի, քո 0-ից ստեղծել են, մեկը միանգամից կա, ու քեզնից լավ է թարթում, կստացի։ Լավ, այդ ընթացքում Փաշինյանը պարզաբանեց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների նյուանսներ։ Ռուսաստանին, Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա եւ չի լինելու մեր օրակարգ։ Հիմա Պուտինը իր կաբինետում սենց հանգիստ շունչ քաշեց։ Ուրեմն Հայաստանը մեզ չի վնասի։ Մի հատ ավելի sense չոտկի ասենք, որ Ռուսաստանը վերջնական հանգստանա։ Եվ նաև մենք ռուսաստանցի մեր գործընկերներին ենք ասում ենք, գիտեք, մենք չենք կռվելու ձեզ։ Հիմա Խզմալյանը ներվային ծխում է, ինչի չեք կռվելու, գոնե մի փոքր հիբրիդային հարձակում։ Ասի, ես հոտ զգում ես։ Ինչ հոտ։ Ուժեղ յուղոտ բայցի հոտ եմ զգում։ Բայց լինում են բայց մենք միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահի։ Իսկ եթե Ռուսաստանի շահը հանկարծ չհամընկավ Հայաստանի շահի հետ, այստեղ Ռուսաստանը թքում է։ Նեզ որ պետք է նենց անի, որ իր շահը մերինից շատ չտարբերվի։ մանավանդ որ արդեն մի անգամ թույն պատմական շանս է բաց թողել Ռուսաստանը։ Մենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել ենք այն բովանդակությունը, որը մենք նախորդիվ 5 տարիների ընթացքում առաջինն ու 5-ից մի քիչ առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը։ Բայց Ռուսաստանը արչի ականջում քնած էր, նենց որ պոեզդ ու շոլ գնացվայլ է։ Իսկ ինչ կլինի, եթե երկաթուղիների հարցում Հայաստանի ու Ռուսաստանի շահերը չբռնեն։ Միջազգային լարված համատեքստի պատճառով մենք այն փաստի բերումով, որ մեր երկաթուղին, որը մեր սեփականությունն է, սա շատ կարևոր է, գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, մենք այստեղ մեր մրցակցային առավելությունը զգում ենք, որ կորցնում ենք, եւ այստեղ մենք պետքա մտածենք ինչ պետքա անենք, որովհետեւ սա մի տարվա, 2 տարվա, 3 տարվա, 4 տարվա հարց չի։ Այ ինչ պիտի անեք այդ մասին։ Մենք պետքա լուծում գտնենք։ Էրժեդենտ քեց, դուք իհարկե շատ լավն եք, բայց արևմուտքը մի քիչ զզվող է, եթե ռուսական երկաթուղու տակ է, մեր երկաթուղին, իրանք ներդնում չեն անի, so sorry։ Փաշինյանը նաև բացատրեց, որ բացի ՌԺԴ-ից հայկական շահերից շեղվել է նաև հայ առաքելական եկեղեցին։ 2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարակների քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ես կասեմ ռադիկալ տեքստեր։
Դուք գիտեք հիմա իհարկե հույս ունեմ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, Այ հիմա երբ ասեց հուսով եմ կոռեկտ կհնչի, հաստատ մի հորի բան ասելու չէ, Ինչու՞ ես վերցրել։ որտեվ ասեց հուսով է ընդամենը որ կոռեկտ կհնչի։ հույս ունեմ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց նաև դուք գիտեք, որ աշխարհում շատ երկրներում կա նաև ծայրահեղական իսլամի դրսևորումներ, որոնց դեմ համաշխարհային հանրությունը, միջազգային հանրությունը ստիպված է պայքարել։ Ուղղակի այդ ռադիկալ իսլամիստները ինքնաթիռներ են քշում երկնակերերի վրա, իսկ մեր ամենառադիկալ Բագրատ Սրբազանը նույնիսկ սեփական մեծ հանրահավաքից վախեցավ ու մարդկանց ցրեց տներով։ Вообще Բագրատ Սրբազանը լրիվ նվեր էր ԿՊ-ի համար, ինձ թվում է լրիվ իզուր են ձերբակալել ամենաձախողված ընդդիմադիր հոգևորականին։ Так, Փաշինյանը նաև բացատրեց, թե ոնց է սովորել բառաբան նվագել, որովհետև դի բոլորին հետաքրքիր էր եւ on-line դասերով, որովհետև կրթվելը նորաձև է։ Որտեղից այդքան ժամանակ կմտածեք դուք։ Ընդհանրապես բոլորին խորհուրդ եմ տալիս, եթե որևէ բան անելու համար ձեր ժամանակ չի հերիքում, արթնացեք մի ժամ շուտ։ Եթե էլի չի հերիքում, ուրեմն արթնացեք 2 ժամ շուտ։ Եթե էլի չի հերիքում, արթնացեք 3 ժամ շուտ։ Իսկ եթե դա էլ չի հերիքում, ապա вообще մի քնեք, ջոկում եք որ անիմաստ ժամանակ եք ծախ կյանքի կեսը ծախսում եք ինչ-որ անիմաստ քնելու վրա։ Լավ, всё, թեմաները շատ են, ասնենք առաջ։ JD Vance-ի Օդիկալոնի հոտը հələ չի անցել Բաղրամյանից, ընդդիմությունը շարունակում է այն քննարկել։ Ադիկալոնը։ Չէ, այցը։ Դա ամերիկացիների համար խելամիտ ու շահեկան գործարք կլինի, իսկ Հայաստանի համար որքանով է այն նպատակահարմար։ Ռոբերտ Քոչարյանի հետ զրույցում փորձել է հասկանալ Լարա Արաքելյանը։ Սա մի փոթորիկ էր բաժակի մեջ։ Մի բաժակ ջրում փոթորիկ անելու փորձ է անվանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԿՊԱ-ականների խանդավառությունը Վաշինգտոնից եկած գնացած բարձրաստիճան հյուրի հայտարարություններից հետո։ Ուղղակի աբսուրդ է։ Okay, абсурда, ոչ մի փող չենք ստանալու Ամերիկայից, կարա թվա որ իդեալական առիթը, как раз Աժում Նիկոլը պետք է գա ու այդ դեմը սաղ շփցնել ընդդիմության կողմից, բայց ընդդիմությունը որոշեց չմասնակցել Փաշինյանի այդ հարց ու պատասխանին, որ հանկարծ անհարմար վիճակի մեջ չդնի նրան։ Հա դե հիմա Նիկոլը ոչ չասի, որ ընդդիմությունը գանձ նվեր է իր համար։ Լավ, եթե գանձերը չկային, ով էր հարցեր տալիս։ Այս ձեր հարցի պատասխանն է նաև պատճառը, որ մեր գանձերը այսօր էլ այստեղ չեն։ Մի քեֆ, մի ուրախություն քննարկում են 4 միլիարդի ներդրումներ, բիոմետրիկ անձնագրեր, իսկ ընդդիմությունը, որը ըստ օդից կախված լուրերի գոյություն ունի, fucking չեկա, որ այս ամեն ինչը բարձրացնի դեմ, ասի սխալին թարգմանել, չկա ոչ մի ներդրում։ В общем, зато շատ ակտիվ է արտախորհրդարանական ընդդիմությունը։ Որ մեկը Եվ ΑΕΚ, եւ ԱԹՍ, եւ առավել եւս չիպեր, ԱՄՆ Հայաստանին կտրամադրի միայն ռսական ԵԱՏՄ հապ ԱՊՀ-ից դուրս գալուց եւ լյուստրացիա անելուց հետո, ու մինչեւ դա չարվի ոչինչ չի տալու։ Հասկացաք։ Բայց կան արտախորհրդարանական ուժեր, որ ավելի դրական են տեսնում Վենսի այցը։ ԱՄՆ փոխնախագահ JD Vance-ի ընտանիքի հետ Հայաստան կատարած այցը ես գնահատում եմ որպես շատ կարևոր եւ խոսուն քայլ։ Սա պարզապես արարողակարգային այց չէ, սա վերաբերմունք է, վստահության նշան եւ ուղերձ ուղղված Հայաստանին։ Vance-ի այցը այնքան լավն էր, որ նույնիսկ Արզականցյանը սկսեց նորմալ հայերեն խոսել։ Ну, չգիտին։ Ինքը արձականցերենը դեռ ուժի մեջ է։ Հիմա մտածում ենք բոլոր քաղաքական հայտարարություններից Դոնալդ Տրամփի Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրած Միջանցքի պայմանագիրը Արա դե կներեք, սա կարևոր է։ Աստված ջան, ինձ էլ թվում է արդեն մոռացել ես ինձ։ Հա։ Okay, փոխանցեմ։ Ինչ էր ասում։ Խնդրեց Արզականցյանին փոխանցել, որ դա միջանցք չի, դա տրիպ ճանապարհ է հանուն խաղաղության։ Արզականցյանը նաև փիլիսոփայական մտքերով կիսվեց ժողովրդի հետ։ Ясибе։ ու կար ամեն օր կյանք
այդ կյանքը պետք է մենք ընդունենք նորմալ ձևով։ Կյանք կար մինչև հայոց լեզուն տարակ Էփշտեյնի կղզին ու 4 կողմից փախցեցիք։ Բայց լավ, անցնենք առաջ, քանի էլի վերևից զանգ չենք ստացել։ Գենք բեն գարեցին։ Նավ։ Ինչևէ, ընդդիմությունը չնայած Նիկոլի հարց ու պատասխանից թռել էր, բայց եկավ ռազմական բարեփոխումների քննարկման ժամանակ։ Հիշեցնեմ Պապիկյանը վիդեոներ էր դրել մոդեռն դիրքերի ինչ որ բարեփոխումների ու ընդդիմությունը եկավ այդտեղ հատուկ կարծիք հայտնեց։ Աչքովս ընկավ շարք կազմած բարձրաստիճան զինվորականների բատինկաները։ Հրամանը տվել եք, որ սպիտակ բատինկաներ պետք է հագնեն, բայց որտեղից այդ բատինկաները ով որ խանութից կարողանում է գտնել։ Եվ եթե նայեք լուսանկարները Արավա Թորոսյան ձեզ տա, կտեսնեք, որ 4-5 սպա, բարձր սպա կանգնած է, ամեն մեկի հագին տարբեր բատին կա։ Ու ինչ, այսինքն բանակաշինության ամենամեծ պրավալը, որ նկատել եք այնա, որ կոշիկների բատինկաների բրենդը սպիտակ չի համընկնում, էտա գուցե դուք իրոք նվեր եք ԿՊ-ի համար։ Նաև կարելի ասել խին, ջանասիաբար սաղեն պատոհանի բաները ասես բլոր անում, եթե վերջից պետք է դրոնից նկարած այդ դիրքերը ցույց տան, որ դա ահագին լավ, ինչևէ։ Հիշեցնեմ, Փաշինյանը եկել էր հարց ու պատասխանի ու այնտեղ հրաշալի հնարավորություն կարելի էր ասել, որ ձեր այդ triple տուֆտությունը այդ JD Vance-ը որ եկավ սաղ սխալ թարգմանեց, այդ ներդրումը լրիվ խափեցիք ժողովրդի։ Նենք թարգմանություն։ Բայց դա ինչ արեց ընդդիմությունը։ Մի չասեց ընդդիմությունը։ Նվեր էլի։ Այս ձեր հարցի պատասխանն է նաև պատճառը, որ մեր գանձերը այսօր էլ այստեղ չեն։ Գանձերը էլ առաջվանը չեն։ Հա, զատո մարզերում խոստումներ են տալիս։ Նենց խոստումներ են տալիս, որ նույնիսկ կողքի թիմակիցներն են թեթև խույվորում։ Մեր ծրագրով մենք գալու ենք եւ առաջի 2 տարին 27 եւ 28 թվերին գույքահարկը 25%-ով էժանացնելու ենք։ Հիշում եք 4 տարի 25% բարձրացեցին, 100%-ով գույքահարկը բարձրացավ։ Նույնիսկ Լևոն Քոչարյանը չդիմացավ, ֆրաց Քրիստինա Վարդանյանը «Что он, черт побери, такое несет»։ Ռեստերից եթե թարգմանենք հայերեն, ասած մեծ մարդատ հիմա բանա խոսում է։ Հիշում եք 4 տարի 25% բարձրացեցին, 100%-ով գույքահարկը բարձրացավ, որը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին։ Դե մարդա թող խոստանա էլի, նես չէ որ ընտրվելու ենք մենք էլ։ Այդ դասքում լրագրողները հարցեր տվեցին Փաշինյանին այդ 1 դրամով աշխատելու մասին։ Պարոն Եղոյան, մի րոպե, չէ, ես մի հատ հարց ունեմ։ Նիկոլ Փաշինյանը 3-1-ին տված հարցազրույցում մի տեղեկություն հայտնեց, որ ըստ էության կամ ճիշտ չէր, կամ մանիպուլատիվ է, նա ասում է, որ ես 1 դրամով աշխատեմ։ Վարչապետը երբեք մանիպուլյացիա չի անում։ Երբեք, նաև երբեք չի կորսում էմոցիաների տիրապետումը։ Դե նայեք, Դա հատուկ անում, որ դու մանիպուլյացիայի ենթարկվես ու այդ սաղ սկսես հիշել։ Արա, չենք տրվում մանիպուլյացիաների։ Երբեք։ Ըստ մարմ կոմեդին սա կօգտագործի պարոն Եղոյան, որպես Ինչ ուզում են թող օգտագործեն, իրենք կակրած մանիպուլյացիայի շատ լավ են, թող իրանք օգտագործեն։ Մենք Arm Comedy-ին իրականում սա մանիպուլյացիայի աստվածը լրագրողն անարեկը, ով որ հատուկ տվեց Arm Comedy անունը, իմանալով որ դե այդ կտորը մենք հաստատ իր հարցը կօգտագործենք հաղորդման մեջ։ Ու մենք ընկանք Նարեկ Կիրակոսյանի ծուղը, բրավո Նարեկ, բայց մենք գնանք դեպի մեծ քաղաքականություն, որովհետև Գագոդյան մանրամասնեց իր առաջարկը Հայաստանին։ Ես մտադիր եմ իսկապես քաղաքական հանրային նոյան տապան ստեղծել, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկները։ Ստեղ կարևորը նոյի նման ամեն տեսակի կենդանի չլցնել այդ տապանի մեջ Գագոդյան։ Բայց կարող է ինչ-որ մի բան գիտի, պարոն Ծառուկյան, եթե ջրհեղեղի մասին ինֆո կա, մեզ 2 հատ տեղ պահեք էլ այդ տապանի վրա։ Ես հրաչիս կասեմ, մեզ լավ տեղեր կպահի այնտեղ։ Մանավանդ, որ նոյան տապանը շատ ակտուալ է դառնում Երևանում։ Դեղին ժապավենով փաթաթած այս անվադողերը վարորդներին զգուշացնում են, հոս է առջևում։ Բանդաժը ջարդել են, ումից ուզեմ, բրադ։ Ավինյանից, բրադ։ Բախտդ վերելա, որ Կուստոյի վրա չի եղել այդ դեպքը։ Պարդոն։ Հա չգիտեք, որ Երևանում Ժակ Իվ Կուստոյի փողոց կա։ Իսկ անվանը համահունչ է այդ փողոցը հիմա։ Ոնքերին ասել Օվկիանոսագետ Ժակ Իվ Կուստոյի փողոցն է սա։ Ֆրանսիացու անվան փողոցում օվկիանոս հիշեցնող ջրափոսեր են ամեն քայլափոխին։ Okay, գուցե Ժակ Իվ Կուստոյի փողոցի վրա
ինչ որ չափով արդարացված է այս վիճակը, բայց Դավիթ Բեկը вообще օվկիանոսագետ չէր, այդ մարդը սյունիք էր ազատագրում ձեր տրիփի համար։ Մի քիչ կուստով վիճակ է հիմա բոլոր փողոցների վրա, մանավանդ հեսա գարունը գալիս է անձրևներ լինելու, բայց դուք մնում եք մեզ հետ, որովհետև երկրորդ մասում քննչական կոմիտեն գաղտնալսումներ է, ոնց են ազդում ընտրողների վրա, անիմաստ հագնում են ընդդիմությունը եւ իշխանականները Հակոբ Մովսեսի թեմայով, մի խոսքով լիքը հետաքրքիր բաներ ասում։ Մնացեք մեզ հետ։ Գնի շատ, խնայիր շատ ու էլի գնիր էլ ավելի շատ։ Ինչ եղավ, նորմալ չէր ամեն ինչ։ Ամեն ինչ նույնիսկ ֆանտաստիկ է, քեզ էլ հիշացնեմ, որ Դոմուսում 15000-ից ավել ապրանքներ մասնակցում են ակցիայի, կահույք, տեխնիկա, շինանյութ, տան դեկորներ, ներքնակներ եւ այլ ապրանքներ։ Դե բա Վալենտինի առիթով էլ մի բան ասեիր։ Ասեմ, ծաղիկները թառամում են, շոկոլադը վերջանում, բայց հարմարավետ տունը միշտ մնում։ Այս Վալենտինին մտածիր ավելի խելացի, նվիրիր հարմարավետություն, ոչ եւ որակ։ Դոմուս, սերն ապրում է տանը։ Դարի հարցը, ինչպես խնայել փողը ու անել դա ավելի շահավետ։ Մեր գործիքեր Fast Bank-ը դրա պատասխաննել ունի։ Նախ ավաններ, բարձր տոկոսներով, դրամով, դոլարով եւ եվրոյով, ինչպես նաեւ պարտատոմսեր բարձր տոկոսներով։ Ձեզ կարա թվա, որ այսքանն է ինչ կարա առաջարկի, բայց չէլի բաներ կան։ Հարմար ու թույն խնայողական հաշիվներ բոլոր ճաշակների համար, որովհետև ֆաստում խնայողական են բոլոր հաշիվներն ու քարտերը։ Ու ամենաթույնը գիտեք որն է, որ այս ամեն ինչը հասանելի է on-line, mobile տարբերակով։ Ինչա ձեզանից հասնում, մտնել կայք, ծանոթանալ կամ այցելել 24/7 գործող մասնաճյուղերից մեկը ու սկսել ավելի խելացի խնայել։ Էլ ասելու բան չմնա։ Եվ այսպես էկրանների մոտ ենք հրավիրում բոլոր գաղտնալսումների սիրահարներին։ Իրականում հասկանում ենք, որ ոչ մի առողջ մարդ չի սիրում լսել ուրիշի խոսակցությունները, բայց դե հիմա էս իրականությունն է։ Քննչական կոմիտեն գաղտնազերծել է գաղտնալսումներ, որտեղ միմյանց հետ շփվում են հաղթանակ դաշինքի վաղարշապատի ընտրությունների ժամանակ վատ նախադասություն հայերեն ակտիվիստները։ Հա, լսենք ոնց են ակտիվիստները մոտիվացնում ընտրողներին։ Հա, սա Սակ, կարա զանգես են մխվենց, զանգա դրանց ընգեր են գագոն կավեն վարդավի որ կար է մեր կողքի շենքից, դրանց ընգերն էր, չէ, ասա միատ զանգա քյուտ էտ գագոին, ասա միատ զանգա հորդ, մորդ, ասա ուրիշի չետակ ընտրեք միան։ Նա ինչ-որ մի տեղ գագոն, հավանաբար լսում այս գաղտնալսում, ասում է, այդ ինձ ասիր ում արա։ Բայց ինչ իմացար, որ ասում, կարող է լուխա ասում։ Չէ, սիրիս լուխա կնա չէր տեղավորվի, ինքը երկար է։ Viber գալիս էս խոսակցությունից։ Բարեկամներ, եթե մտածում եք դե էսա, տոտալ է էսեր, ապա բարեկամներ։ Ֆուր կդնես վրան։ Հա, քիշն եմ։ Ահա, հետ ֆուր կդնես վրան։ Հա, հետը քիշն եմ։ Ասա հետևից ես եմ մտնելու տենամել է թոփտուն դե թե։ Մի հատ զգանք էլի էս պահը։ Մենակ Հայաստանում կարար նախընտրական ագիտացիան լիներ քֆուր դնելով նոր խոսք նախընտրական քարոզարշավներում։ Թրամփը հիմա նայում ասում է, արեն Բայդենի հետ ընտրությունների ժամանակ ոնց չենք ֆայմել տենց անել։ Whoever doesn't vote for me is a motherfucker։ Բայց կարեն ավելի ծայրահեղ միջոցների դիմել ու չեն դիմել։ Ծայրահեղ։ Խլեշ մակնիշի քֆուր կարային դնեն, չէ։ Երևի, հա։ Լավ, լսենք ոնց է բում տեխնացուն համար 1-ը ցուցակի արդարացնում ես նախընտրական քարոզարշավը։ Խաչատրյանը վերահաստատում է իր թիմակիցները որևէ ապօրինություն չեն արել։ Իրենք ոչ մի հանցագործություն չեն արել։ Սա իշխանական լպրծուն պահվածք է ուղղակի։ Ենթադրենք, թե այդ մարդիկ են։ Իսկ ընտրության օրը որոշակի կազմակերպչական աշխատանքներ են կատարում, այսպես ասած, առօրեական խոսակցականով եւ այլն։ Այդ ինչ քրեական հանցագործություններ։ Այնպես երկրորդ կողմը որ լսում ես հասկանում ես որ հա դե մի քիչ աշխատանքային է, մի քիչ խոսակցական է, ռուսի ասած ռուտին է, էլի։ Բայց մենք դեռ ողջ գաղտնալսումը չենք լսել։ Իրաց ասած մարդկանցից էր, որին նայում եմ, ապեր, որին գնացի պապից կարի, որ պետք է նաստում երել, ախպերս պայդամո 7-ի վրա է այդեմ։ Մենակով հենց մեկեր եմ, ապեր, ղժուժոցս թերել եմ, ախպերս։
մենակով են գերեն քունջը փուճակներից ապեր մարդ եմ հանում։ Պրավալանք սբեցեմ ոստայեմ։ Դույնձի այրեն ասա։ Ախպետ հենց նոր որ դու զանգելիր 7 հոգի եսի բերեմ մցրել եմ ներս։ Հենց նոր։ Հա։ Գործի տեղից մարդուն հանել եմ, բերեմ մցրել եմ, տարել եմ։ Հա։ Եթե գալեմ եմ ով ռասպոս եմ լնստի ավտո։ Մարդուն գործից հանելը օքեյ է։ Դե եթե այդպես մի ժամով ոչ ամերիկացիք սրանք ասեին get out to vote campaign, եթե քֆուր դնելը չլներ, ու եթե այդ ղժղժոց կապելը չլներ, ու եթե այդ տենում ես ավտոյի մեջ նստելը չլներ։ Բայց սա մեդալի միայն մեկ կողմն է։ Մեդալի մյուս կողմը Սիրելի Գառնիկը համաձայն չի։ Եթե այդ ուղղորդման մասին ենք խոսում, ես ընտրությունների օրը ես եւ իմ գործընկերները տեղ ենք եղել։ Իրենց նախարարներից սկսած, փոխնախարարներից սկսած, մարզպետներից սկսած, բոլոր քպայականները իրար հերթ չտալով ընտրատեղամասերի մոտ էին։ Ամեն մի ընտրատեղամասի մոտ մի հատ նախարար կամ առնվազն մի հատ փոխնախարար կար։ Հա, ԿՊ-ից արածն է պրինցիպի բավականին վատ, քնչականը ԿՊ-ից չի գախնելս։ Բարձր ռետորական էր, բայց գուցե այս ամեն ինչին սենց հագադարձելու տակտիկան ամենալավը չէ կընտրել, գոնե ասեք, որ չգիտեմ, ընտրողների իրազեկում էին անում։ Ապելսին է, մի ոնց է, նշում եմ, թե Սա, հով, նայ, 8 թերթիկ են տալիք է, 8 թերթիկ են տալի, մի հատը դնում ես ծրի մեջ, են 7 հատը կսում ես ընդ տեղ կա, զիբիլին բանի մեջ, ես դեմը ընդ տեղ կա։ ներսում է դի։ Այդ դե ասիկի մեջ։ Ջոգի։ Առաջինը վեկանանսի սուպերտի։ Տեսեք, լավ բան։ Դե բայց գախնալսումը չեր պրծնում ու չեր պրծնում։ Էլի կֆուրնդրել հարևանական ամոթանք։ Ազոն քաշել էր տղեկին։ Ազոն ով է։ Ազոն էլ բշտեր եմ մի հատ ասեմ։ Հա։ Ինչ ապրես հարևան ջան։ Ցած ուրախ։ Ինչի մար։ Հա, ապրես, հա, ասի ապրես ասի։ 100 տարվա հարևանս է սար ասի։ Որ տարին 12 ամիս դուրդ բացում ես սիմերես նստենեմ ասի։ Այսօր գնացիր կփնտրիր։ Այո, չեմ ասի կարամ քեզ ուբիդի տանեմ, հավեճ խոսես ասի։ Սիկոտ հետո եմ խոսել։ Ո մի հատ է սպառնում, հա։ Սպառնում է լուսավորող ու դաստիարակչական զրույց ունենալ։ Okay, չգիտեմ, իրականում հուսով եմ ընդդիմությունը կընտրի ինչ-որ շատ խելամիտ տակտիկա այս բարդ իրավիճակից դուրս գալու, ոչ թե կասի, որ սաղ օքեյ է։ Հյուսիսային Կորեային եւ տվել անցել ենք մենք։ Այ Կիմ Չենինը Տիերանի տա էլի սրան։ Չէ, դա սխալ եզրակացություն արխի ամեն անգամ ինձ թվում է այդքան լավ ծանոթ չեք Հյուսիսային Կորեայում։ Եթե դուք լինեիք Հյուսիսային Կորեայում, մինիմում մի 35 կիլով ավելի քիփլիկ կլինեիք։ Ստեղից քաղված դասը պետք է լինի, որ գուցե տենց մեթոդով պետք չի քարոզչություն անել։ Հա, մանավանդ որ այդ ամեն ինչով հանդերձ չի, մարդկանց ընտանիքների դες գույքի նման տանելով ընտրություններ հանդերձ, ընդամենը 31% եք հավաքել, հենց որ սա շատ վատ տակտիկա է։ Բայց քանի խոսքը գնաց Հյուսիսային Կորեայից, եկեք մի հատ բարձրաջրենք Հյուսիս Կորեայով։ Բարձրաջրենք, ինչ կա որ։ Կիմ Չեն Ընը մեծն առաջնորդը գնացել էր բաղնիկ։ Տեսներ ոնց են բարձրաջրվում հասարակ Հյուսիս կորեացիները։ 증진을 위한 문화생활 영역을 부단히 확대해 나가는 것을 무엇보다 Գառնիկ ջան, սիրելի Գառնիկ ջան, էս Հյուսիսային Կորեան, արա ասա որ AI-ով է սարքած։ Դե AI չի, AI։ Բախիա կուրտկով։ Դե իմա Հյուսիսային Կորեա, ասինք սաունա, չասինք բան։ Լավա կանանց սաունա չի մտել, չէ։ 김정은 동지께서는 행복의 교봇을 찾는 휴양생들이 문명하고 문화적인 환경 속에서 즐거운 나날을 보낼 수 있도록 최대 Խոժանչո։ Լավ, բարձրաջրեցինք, անցնենք հաջորդ թեմային ԱԺ վերադառնանք։ Вообще, այս թեման կարար շատ ձանձրալի լիներ, եթե չլներ այս ԱԺ-ի 5 տարվա աշխատանքի sense մինի պրոբնիկը, եւ այսպես դաշնակցությունը ասում է, որ ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսը գերազանցել է իր լիազորությունները, երբ ասել է տոպի Տենց բան ասել։ Չէ, տենց չի ասել իհարկե։ Մտավորական բանաստեղծ մարդ է, բայց որոշ հա, sense բավական
տարօրինակ բաներ ասել եմ։ Հիմնավորումն այն է, որ նա որպես պետական անկախ մարմնի անդամ խախտել է սահմանադրության կետը, որով այս հանձնաժողովի անդամը քաղաքական զսպվածություն պիտի ցուցաբերի։ Այնինչ հարցազրույցներում Հակոբ Մովսեսը դաշնակցության դեմ է խոսում։ Առաջին էմին տված հարցազրույցում դաշնակցական գաղափարախոսությունը մահկամազատություն կարգախոսը վտանգավոր է համարում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ եզրակացություն ունի։ Հակոբ Մովսեսը վարքագծի կանոն է խախտում։ Հանձնաժողովի անդամն ինքը համաձայն չէ, ասում է, որպես մտավորական եմ հանդես գալիս։ Դե եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ է համաձայն, ուղղակի փոխեք Հակոբին ու Մովսեսին ու անցնենք առաջ։ Կմտածեք դուք, բայց չէ, պետք է 3 աշխատանքային օր տրամադրեն այս թեմային, բոլոր ԿՊԱ-ականները դուրս գան ինչ-որ անիմաստ ելույթներ ունենալ, բոլշևիկներից մինչև ինչ-որ անեկդոտներ հիշեն։ Չէ՞ որ այս մարդկանց 3 միլիոն էլ պարգևավճար չէ, հավելավճար ենք տվել, որ այս կարևոր գործը անենք, բայց նախ եկեք հասկանանք ինչ ասել Հակոբ Մովսեսը։ Այս իշխանությունները եթե տապալվեն, մեր երկիրը կվերածվի դժոխքի։ Տեսնում եք ինչ հրաշալի պրոպագանդիստ եք, իսկ շարունակ այստեղ տարփոխում է ձեր մտավորական լինելը։ Մեր պատմական դժգոհությունների եւ դժվարությունների մեջ դաշնակցության մեղքը շատ մեծ է։ Դաշնակցության գաղափարախոսությունը վտանգավոր է հայ ժողովրդի համար եւ այլն։ Դե ոնց որ շատ հստակ գնահատականներ են քաղաքական, ինչը օրենքով իրան անել արգելված է։ Շատ կուզենայինք լսել նաեւ ԿՊ-ի падգամավորներին։ Բարեբախտաբար բոլոր 1300 ԿՊ-ական падգամավորները հերթագրվել էին ելույթի համար։ Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Հակոբյանին, ես նախ պիտի ասեմ, որ իր թարգմանությունները մասնավորապես Նիչեի զրադաշտի թարգմանությունից համար իմ կյանքում շրջադարձային ազդեցություն է ունեցել, այդ ֆունդամենտալ գործը իմ կարծիքով, իսկ այնպիսի պոետների մասին, ինչպիսին Ֆրիդրիխ Հոլդերլինը եւ Գեորգ Թրակլը, ես ընդհանրապես նրանց գոյության մասին իմացել եմ ձեր թարգմանություններից, ես չգիտեի, որ այդպես պոետներ կան։ Այդ ֆանտաստիկ լավ, որ Նիչեին ու գերմանական բանաստեղծությունը Եղոյանը բացահայտել է Հակոբ Մովսեսի միջոցով, բայց ինչ կապ ունի դա այդ քննարկվող թեմայի հետ։ Կարող է Հակոբ Մովսեսը նենց փախլավա է թխում, որ մատերը թետը կուտես։ Դե եթե լավ, ռեալ լավ փախլավա թխում, պետք է մերժել ընդդիմության առաջարկը։ Դուք օգտագործում եք ժողովրդավարության կանոնները ժողովրդավարության դեմ։ Դուք ուզում եք փակեք իր բերանը, օգտագործելով օրենքի տառը, ստեղ է տեղի ունենում։ Դուք չեք ուզում, դուք վիրավորված չեք, դուք զինաթափված եք։ Դրանք տարբեր բաներ են, պարոն Ավետիսյանն ասում է, ես վիրավորված եմ, ոչ, ինքը ձեզ չի վիրավորել, ինքը ձեզ զինաթափել է։ Այդ դա է, որ դուք իրան չեք ներում, եւ ուզում եք իր բերանը փակեք։ Եթե նա չլիներ ՀՌՀ անդամ, եւ եթե դուք լինեիք իշխանություն, դուք իր բերան ուրիշ ձև կփորձեիք փակել։ Բա հենց դրա համար ժողովուրդը դուրս եկավ փողոց, հեղափոխություն արեց 8 տոլի 18 տարի առաջ արդեն, որպեսի Եղոյանը ելույթ ունենա ոչ թե շմայսը։ Հա, նենց որ ժողովրդավարության բաստիոնում բոլոր լծակները պետք է բոլորի համար հավասար լինեն, բայց քանի որ ԿՊ-ն դաշնակցությանը չի սիրում ու համել մեծամասնությունը չի թողի, չէ՞, այդ լծակները գործեն։ Մեր պետականությունը, մեր ինստիտուտները արդեն այդ աստիճանի զարգացել են, որ կարանդիմության բերած բողոքը անկախ մարմինը քննի, դա անկախ եզրակացություն, դա գա հասնի ազգային ժողով, մեկ այլ անկախ մարմնի անդամ գա այստեղ, երկուսն էլ մեր կողմից ընտրված, բացատրություն տա, հիմնավորի փորձի, իրեն փորձի պաշտպանել, մեկ այլ անկախ մարմնի տված, այսպես ասած, ոչ իր համար ոչ բարենպաստ եզրակացությունից, այդպիսի բան կա Հայաստանում, Հայաստանի երրորդ հանրապետությունում այդպիսի բան եղել է։ Դե ոնց որ դուք ձեր քվեարկության կապացուցեք, որ թեև տենց բան փաստորեն եղել է, դուք մեկը քանի որ մեծամասնություն եք, կարող եք կոծկել ՀՌ անդամի ակնհայտ ֆեյլը։ Իսկ մուլտիտեզերքի մեկ այլ Հայաստանում Մերինում քննարկեցին ամեն ինչ սկսած բոլշևիկներից մինչև Պուտին։ Սկսել եք մահկամ ազատությունից, ավարտել եք 004 շրջաբերականով։ Դուք մահկամ ազատություն գորացողներից դարձել եք չէ, ինչ անկախություն, դա վտանգավոր է։ Դուք մահկամ ազատություն գոչողներից դարձել եք ԿԳԲ գործակալ պաշտպանողի։ Մահ կամ գուբերնիա։ Դուք խորտակված եք որպես քաղաքական միավոր, հաջողություն, շնորհակալություն։ ԿՊԱ-ականներից Արփինե Դավոյանն այս քննարկմանն ընթരാճ նույնիսկ դաշնակցության ծրագիրներ ուսումնասիրել։ Ոնց որ ինչ որ մի դիակի արտաշիրիմում անեն, մասունքները բերեն
դնեն մի հանդիսավոր տեղում եւ ասեն, որ այս մասունքները ինչ-որ որոշիչ դեր են կատարում։ Հիշեցնեմ էլի զուտ, որ քարորիայից 3 օրը այս անկապագույն թեմայի վրա ծախսած մարդիկ անդադ բողոքում են, որ իրանք շատ քիչ են վարձատրվում, մասնավորը ընդե իրար ճղում ա, որ այս մարդկանց տանի իրանց մոտ աշխատեն, բայց իրանք ինքնանվեր մնում են եւ ծառայում են ԱԺ-ին։ Բայց դու թեման մի փակի, որտեվ ստեղ նաև արտահայտվեց Հովիկ Աղազարյանը, որը այո, դատապարտեց Հակոբին Մովսեսին եւ հիշեց մի գեղեցիկ դրվագ պատանի Աղազարյանի կյանքից։ Մի շրջան կար, կետիկնոց էի հաճախում աղագին եւ դուք էլ եք ընտեր գալիս։ Եվ աշխատում էի այնպես անեմ, որ ձեզ մոտիկ սեղանի վրա նստեմ, մոտիկ սեղանի շուրջ նստեմ, որովհետեւ երբ որ դուք եք խոսում, իմ սեղանի ընկերներս էլ լռում էին, որպեսզի լսենք ձեր խոսքերը, որովհետեւ իսկապես շատ հաճելի է ձեզ լսել։ Աղազարյան ջան, բայց ոնց որ օքեյ չէ, մարդը կողքի սեղանը նստես ու լսես ինչ է խոսում, կարող է նեղ անձնական ինչ-որ թեմաներ է խոսում, որ անհարմար է, բայց հետաքրքիր բան ասել է։ Ուզում ասեմ, ամեն դեպքում չի կարելի էլի։ Հա, էլի Աղազարյան, լավ է, գիրք չի գրել սրա մասին Աղազարյանը։ Ես նույնիսկ նվաստս իմ միակ գրքում այդ էպիզոդը շատ լավ նկարագրել եմ։ Մենք միջև հիմա Աղազարյանի գիրքը չենք կարդացել։ Ոչ մի արդարացում չունենք։ Так, միանգամից իդեա, եկեք մեր Patreon-ում book club ստեղծենք, մաս կարդանք Աղազարյանի գիրքը եւ Patreon-ներով քննարկենք, հա։ Նաև հրավերենք Աղազարյանին Patreon-ում քննարկենք գիրքը իր հետ։ Օրո, հետաքրքիր կոնտենտ լինի, մնացեք մեզ հետ։ Վաղը սիրահարների օրն է, իսկ դա նշանակում է հաճելի մթնոլորտ եւ անզուսպ ռոմանտիկա։ Զանգուն ձեր կողմից, հա, այնտես կօգնի ամրապնդվել սիրելիի սրտում, իսկ մնացածը արդեն կլինի շատ հետաքրքիր եւ հիշարժան։ Զանգուի հետ սիրելին կդառնա ել ավելի սիրելի, իսկ երեկոն ել ավելի երեկո։ Վեդի ալկոհոլ, լավագույն ավանդույթները սպասում են, որ իրանց շարունակեք։ Այսքաններ Arm Comedy-ն վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Բացի քո կոստյումից ինչ որ ուրիշ վիդեո բոց էլ կա։ Հա։ Sporting time. Ինչ է։ Sporting time. Չհասկացա, գող պեցա։ Sporting time. Հա, escort պեցա։ Այո։ Արավոշում JD Vance-ը Ադրբեջանում հումոր անում, он такой шутник։ Ասում է բանը, ձեր մոտ իմացա որ առաջի տիկինն էլ փող նախագահ է բան։ I hope she doesn't get any ideas։ Հումոր անում ամերիկացի այդպես ինչ-որ բան։ Խմբագրում են, հանում են, մի անգամից ասում հա, շատ լավ է, որ ձեր մոտ համ բան, դες մի ընտանիքի մեջ է սա։ Փաստորեն մեր մոտ չի թարգմանության հետ խնդրեմ եղել։ Բայց գնաց բախվեց ցենզուրային։ JD ցենզուրա չէր, մերը ուղղակի չենք կարող անգլերեն լավ իմանալ։ Բայց ճոգում ես դու JD Vance-ի այդպես խույվորում է, էլի որ այսինքն ոնց ձեր կինը համել փող նախագահն է, ասես չի կարա տեղավորվել մարդու ուղի մեջ, թեթև պայթես չկարողացավ լռել դրա մասին։ Let's hope Melanian ինչ որ իդեաներ բանջան է։ Ոնց կարելի է։ Տիկին Melanian։ Միացեք Arm Comedy Patreon-ին եւ այսուհետ ածխաջրերը ոչ թե ձեզ կչաղացնեն, այլ հակառակը լավ կնիհարացնեն։